Շնորհակալություն զեկույցի համար, պարոն նախարար, ես կցանկանայի իմանալ տեղեկություն խոտ որոտան ճանապարհի շինարարության հետ կապված, որ փուլում է եւ երբ է նախատեսվում ավարտը։ Շնորհակալ եմ հարցի համար։ Խոտ-որոտան ճանապարհը շինարարական աշխատանքները արդեն ավարտական փուլում են, առաջիկա օրերին կմեկնարկեն, ուրեմն կարծում 2-3 շաբաթվա ընթացքում կմեկնարկեն ասֆալտապատման աշխատանքները, հիմա խճապատման աշխատանքներ են իրականացնում, ես շինարարական օբյեկտ վերջին անգամ եղել եմ մոտավորապես 10 օր կամ 2 շաբաթ առաջ, այնտեղ աշխատանքների ուրեմն խնդիրները, որ նախկինում եղել են, պայմանավորված են եղել գրունտային ջրերով, այնտեղ մենք փլուզման որոշակի խնդիր ենք ունեցել 2024 թվականի ընթացքում, դրանից հետո նախագծային լուծումներ են տրվել, այս պահին պիտի նորից ասեմ խճապատման աշխատանքներն իրականացում, առաջիկայում կմեկնարկեն ասֆալտապատման աշխատանքները, հետո կահավորման, գծանշման աշխատանքները ամբողջ ավարտված մենք աշնան ամիսներին արդեն ճանապարհը շահագործման կհանձնենք։ Այո, շնորհակալություն, դրա արդյունքում կցանկանայի իմանալ ինչքանով հնարավոր կլինի շահագործել M2 միջպետական այդ հատվածի ճանապարհը, օրինակ Գորիսից Կապան այդ M2-ով գնալու եւ երկրորդ հարցս ձեր զեկույցում նշեցիք, որ Հայաստան-Իրան այդ հոսանքի գծի 400 կիլովատանոց արդեն 80%-ը կատարված է աշխատանքների, ես կցանկանայի իմանալ երբ է նախատեսված ամբողջական ավարտը եւ բուն շինարարությունից զատ նաեւ երբ հնարավոր կլինի արդեն հոսանք արտահանել այդ գծով։ Շնորհակալություն։ Շատ լավ, դուք ինչպես ասացիք, միջպետական ճանապարհը անպայման այդ հատվածը, որը կապելու է, օգտագործելու է խոտը եւ որոտանը իրար կապելու համար, անպայման կօգտագործվի, ուրեմն Իրան-Հայաստան բարձրավոլտ օդային գծի հետ կապված պիտի ասեմ, որ մենք այնտեղ տևական ժամանակ դժվարություններ ենք ունեցել, այդ ծրագիրը մոտավորապես արդեն 8-9 տարի է ընթացքի մեջ է, մի փոքր էլ նույնիսկ ավել, դրանք հիմնականում ուրեմն ֆինանսական դժվարություններ են եղել, կապված են կազմակերպության ֆինանսական խնդիրներով, որ իրականացրել է, այս պահին իմ ունեցած տպավորությամբ աշխատանքը առավել քան ինտենսիվ են իրականացվում, ուրեմն երկու ուղղությամբ են աշխատանքներ իրականացվում, մի մասը ենթակայանում, որտեղ նախորդ շաբաթ կամ դրա առաջի շաբաթն եմ այցելել, մյուս մասը Գորիսի հատվածում հենասյուների տեղադրման աշխատանքներն իրականացվում, պայմանավորվածություն ունենք շինարարական ընկերության հետ, որ առաջիկայում լարանսկացման եւ լարաձգման աշխատանքներ կիրականացվեն, ծրագիրի ավարտը մեզ համար խիստ հրատապ է, որովհետեւ գիտեք մենք Իրանին էլեկտրաէներգիա արտանելու հետ կապված մեր բավական ավելի մեծ հնարավորություն ունենք, քան մեր գոյություն ունեցող գծերի թողունակությունն է եւ շահագրգռված ենք օր առաջ, ուրեմն այդ համակարգը միացնել մեր էներգետիկ համակարգին, ինչը մեզ հնարավորություն կտա ավելի մեծ ծավալով նախ էներգետիկ անվտանգության տեսանկյունից այդ էներգետիկ անվտանգության մակարդակը ավելի կբարձրացնի եւ նաեւ ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա Իրան արտանելու հնարավորություն կտա, հույս ունեմ անում ենք ամեն ինչ, որ շինարարական մասը մինչեւ տարեվերջ ավարտված լինի կամ մոտ լինի ավարտին եւ 2026 թվականի ընթացքում արդեն հույս ունենք համակարգը կդնենք լարման տակ։